Բարոյձեզ, Հայաստանի ներքաղաքական օրակարգը թևակողել է մի փուլ, որտեղ եկել եւ իրար են միախառնվել անցյալի սխալների խոստովանությունները, այսօրվա նախընտրական պայքարը եւ համերգային մարտաշատությունը եւ վաղվա աշխարհքաղաքական ընտրությունը։ Նախկին նախագահները հերակապանավեճի մեջ են, թե ով ում ընտրեց որպես իրավահաջորդ եւ սխալվեց, այս միջոցին իշխանությունը փորձում է հանրությանը հասցնել իր քարոզչական հիմնական թեզերը, հիմնական գաղափարները, խաղաղության օրակարգից մինչև իրական Հայաստանի կոնցեպտ։ Իսկ Երևանը պատրաստվում է առաջիկա օրերին դառնալ Եվրոպական մեծ քաղաքականության կենտրոն, այստեղ տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովները, այդ օրերին պետական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը։ Այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ ազգային ժողովի եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է, բարևձեզ։ Պարոն Եղոյան, սկսենք ներքաղաքական հարցերից, հատկապես վերջին օրերին շատ է քննարկվում համերգի թեման, քաղաքացու օրը, տոնը եւ տոնական համերգը եւ տոնական համերգի ժամանակ հրապարակի մարտաշատությունը, նախ ընդհանուր տպավորություններ, դուք ինչ տպավորություններ ունեք այդ օրվանից, տոնից եւ համերգից։ Տպավորությունները շատ լավն են, տպավորությունն այնպեսին է, որ քաղաքացիները գնահատում են այն ձեռքբերումը, որ իրենք ունեցել են 8 տարի առաջ այս օրերին։ Տպավորությունն այն է, որ այս տոնը կամաց-կամաց դառնում է սիրելի տոն մեր քաղաքացիների համար։ Հիմա ինչ էլ որ ասեն, համերգ է, սա է, նա է եւ այլ, համերգը իրենք էլ որևէ խնդիր չունեն համերգ կազմակերպելու, որևէ խնդիր չունեն իրենց աջակցող կամ չաջակցող կապ չունի երգիչներ, երգչուհիներ հրավիրելու, տեսնում ենք էլի ամբողջ, ասենք, մեր շոու բիզնեսը այնպես չի, որ բոլորը ունեն մեկ քաղաքական կողմնորոշում կամ միայն մեկ ուժի կամ մեկ ընկերության կազմակերպած համերգին են գնում, թող իրենք էլ կազմակերպեն։ Ես տեսա շատ դրական մթնոլորտ այնտեղ, քաղաքացիները շատ ուրախ, զվարթ, տոնում էին եւ ի հակադրություն դրա տեսա նաեւ այդ անհասկանալի, աննորմալ ես կասեի, այդ հարձակումը մարդկանց դեմ, ասենք ով է իրանց իրավունքը, ով են իրանք ընդհանրապես։ Ինչ բոլոր այդ Facebook-ում էլ տարբեր գրառումները, որ դուք այսօր եք գնացել, ասենք շատ մարդիկ են իրանց իրավունք են վերապահում, այլ մարդկանց թիվայական էլ չի, 30,000 է, 20,000 է, 10,000 է, 1000 է, թե 100 հոգի է։ Այլ մարդիկ են, ասենք ինչ-որ ով են իրանք ընդհանրապես, ինչ են իրանցից ներկայացնում։ Անդիմության արձագանքին կգանք, բայց ցես համար կարևոր է, որպեսզի հրապարակը նման լինի 2018-ի հրապարակին։ Մեզ համար կարևոր է, որ քաղաքացիները այս ձեռքբերումը չընկալեն որպես երկնքից ընկած, այլ միշտ հիշեն, որ սա իրենց ձեռքբերումն է, որ առանց իրենց սա հնարավոր չէր լինի եւ առանց իրենց մասնակցության կարող է լինել ռիսկ ապագայում, որ կարող է ձեռքբերում իրենք բաց թողնեն իրենց ձեռքից, վերադառնան այն ժամանակներին, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, երբ երկրի ղեկավարները ընտրվում էին նախորդ ղեկավարի կողմից։ Ասենք Տեր-Պետրոսյանը ընտրում էր Քոչարյանին, Քոչարյանը ընտրում էր Սարգսյանին, Սարգսյանն էլ ասում ընտրել էի Կարապետյանին, այն էլ ինչ-որ բան սխալ գնաց, սխալ։ Այդ թեմային կգանք, բայց ելի կրկնեմ հարցս ես համար կարևոր էր, որ հրապարակը բազմամարդությամբ նման լինի 18-ին։ Ես նույնիսկ եմ ասում, ես նույնիսկ եմ կարևորը ոչ թե այդ վիզուալ, դա էլի նշանակալի, բայց ես չեմ ուզենա, որ մենք լուսանկարների պայքարի մեջ մտնենք։ Մեզ համար կարևոր է դրա միջոցով տեսնել, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նախ այդ տոնի հանդեպ եւ երկրորդը ընդհանրապես ինչ մթնոլորտ է տիրում երկրում, դա էլ կարևոր, այսինքն լուսանկարն է, որ բայց դա այո, բայց դա ցույց տալու ձևերից մեկն է այն իրողությունը, որը կարևոր է մեզ համար։ Այդ իրողությունը մի ամիս առաջ էլ չեկար։ Այդ իրողությունը մի տարի առաջ էլ կար, բայց հիմա դա որ ասես կասեմ, բայց ինչ գիտես որ մարդիկ դա դեռ գնահատում են, դա այս ընտրությամբ էլ մենք դա կտեսնենք, բայց կարևոր է դա երաշտության կարիք ունեք դուք հրապարակը լսնելու համար։
էլի դուք տեսեք դուք էլի ընդդիմադի նարատիվներով եք ասում հրապարակը լցնելու խնդիրը դրված չի գիտեք մարդիկ բան չեն մարդիկ այդ ձևակերպումները ինձ համար ընդունելի չի հրապարակ լցնում են սորուն նյութերն են որևէ տարեմ մարդկանց չեն լցնում որևէ տեղ հրապարակում բազմամարտություն ապահովել այդպես ասենք տոներին իհարկե լավ է երբ որ տոներին ոչ միայն քաղաքացու օրվա տոնին անկախության հանրապետության տոնին ուրեմն մեր բանակի օրվա առիթով այսինքն իհարկե լավ է որ մարդիկ տոնում են մեր պետության պետական պաշտոնական տոները դա պետականության հարատևման կարևոր ցուցիչներից է որ մարդիկ գնահատում են այսինքն սա է այստեղի մեխը դա կլինի համերգի ժամանակ բազմամարտության տեսքով, դա կլինի երթի ժամանակ բազմամարտության տեսքով, դա կլինի խորոված անելով, դա կլինի այլ ձևով, դա չի չմիացուլենք ամեն ինչ քաղաքական երթը մեկ բան է, բայց համերգը, երբ որ մարդիկ գալիս են համերգ լսելու, սա այլ բան է։ Հիմա ընդդիմության, որ ասում եք հարձակում են եւ այլն, հիմնական քննադատությունը ձեզ որն է, այն որ կառավարող կուսակցությունը փորձում է համերգի հանդիսատեսին գործիքայնացնել որպես իր էլեկտորատ։ Բայց ով է նման բան ասել։ Տարածում եք, տեսեք, ինչպես 18-ին բան եւ այլն։ Նույնիսկ եմ ասում, մենք ներկայացնում ենք նրանց որպես 18 թվականի ձեռքբերումները չեմ մոռացած մարդ։ Ես օրինակ շատ դժվար եմ պատկերացնում, որ այսօրվա հանդիմության ընտրողներից մեկը կամ համակիրներից մեկը եթե դավանում է այն արժեքներին, որ այդ երրագլուխ կուսակցությունն է, ռուսամետ, ինչպես մենք պարզեցինք Մոսկովյան հանդիպումից, ռուսամետ ուժերն են դավանում, եթե այդ արժեքների, այդ հեռանկարի դավանողը, ես չեմ պատկերացնում, որ նա օրինակ այսպես սիրով, հաճույքով կգա քաղաքացու օրը նշելու։ Օրինակ դա չեմ պատկերացնում, այդտեղից կարելի է ողջամիտ եզրակացություն անել, որ այն մարդիկ, ովքեր այդ տոնը նշում են, ամեն դեպքում արժևորում են այն ձեռքբերումը, որ մենք ունեցել ենք 18 թվականին։ Այդպես է, ոչ բոլորն են միգուցե, չեմ ասում, բոլոր մարդիկ մի մարդուն գնալու են ընտրել մեր քաղաքական ուժի, կարող այլ ուժերի ընտրողներ են, ընտրության չմասնակցողներ լինեն, ուրեմն քաղաքացի չհանդիսացող մարդիկ լինեն, միգուցե անչափահասներ եւ այլ, դա չի հարցը, բայց կարևորը գիտեք ինչ, այն մթնոլորտն էր։ Մենք գիտեք քաղաքականությունը հաճախ չափվում է ոչ թե թվերով, այլ մթնոլորտով։ Քաղաքական, էմոցիոնալ ինչ որտեղ մթնոլորտով, որը պակաս կարևոր չի, քան ինֆորմացիոն դաշտը, հա, եւ մարդիկ ցույց տվեցին, որ էմոցիոնալ դաշտում, վերաբերմունքի դաշտում, ընկալումների դաշտում, հեռանկարի ընկալման դաշտում իրենք ամեն դեպքում մեզ հետ գտնվում են նույն էջի վրա, ավելի ճիշտ մեզ հետ համամիտ են, հա, այսպես ասենք, եւ դա ինչ որտեղ այո, մեզ վստահություն է տալիս եւ այդտեղ որևէ վատ բան չկա եւ ոչինչ իրենց չի խանգարում։ Ես այն օրը այդպիսի մեկնաբանություն էլ եմ արել Facebook-ում, հեսա գալիս է մայիսի 1-ը, օրինակ։ Թող մի հատ ով կա իրանց մեջ, թող իրանք էլ մի հատ, օրինակ, երթ կազմակերպեն, բան, ինչ կա, ցույց կարող են անել, չէ՞, մայիս 1-յան, բան, չէ՞, իրանք ուժեղ աշխատավոր ներկայանում են որպես ուժեղ աշխատավորներ, չէ՞, ուժեղ մի հատ աշխատավորներ առանց ընտրակաշառքի բնականաբար, առանց ինչ-որ տենց հեռուստացույց նվիրելու բանի, սովորական ուղղակի տեղակ պայելով փողի խնդիր հասկանալի է, ընդհանրապես չունեն, իրենց համակրող երգիչներ, երգչուհիներ ընդհանրապես դա խնդիրը չունեն, պակասը չկա, էլի շատ սիրելի մեր ժողովրդի կողմից, թող կազմակերպեն գան, գաղափար եք տալիս, հա? Գաղափար եք տալիս ընդդիմությանը։ Ինչի՞ չտան, որ ես մենք բան ենք, մենք առատաձեռն ենք գաղափարների առումով։ Իսկ տոնական համերգային այս ամբողջ տրամաբանությունից այն կողմ ձեր կառավարող կուսակցությանը ինչպես է հաջողվում է արդյոք տեղ հասցնել ձեր հիմնական թեզերը, խաղաղության օրակարգ, իրական Հայաստանի կոնցեպտ, օրինակ ընդդիմությունը այս հարցում էլ ձեզ քննադատում է, երկրորդ նախագահը բառացի չեմ մեջ բերում, բայց մոտավորապես ասում էր այն, որ այդ թեզերը նույնքը մեխեր էր ասում, ծրվել են ձեր մուրճը, որով խփում եք մեխերին, ճիշտ չեք խփել, ծրվել է մի կողմ, հետո մյուս կողմը։ Իր մոտ ամեն ինչ ասոցացվում, ինչ-որ խփելու, ինչ-որ ծռելու, ինչ-որ ջարդելու, մուրճը, հա, չէ, բայց հասկացանք, բայց իր դեպքում մի քիչ շատ հաճախ է, էլի, այդ համեմատությունները,
ֆիզիկական բռնության գործիքների Դե մոտավորապես ասածն այն էր, որ օրինակ ձեր խաղաղության օրակարգի հիմնասյուներից մեկը թրիպն էր, որ գրավական է խաղաղության, հա, չմանրամասնեմ ինչի համար, շատ է խոսվել այդ մասին, բայց հիմա թրիպը կամ չկա, կամ շատ կասկածելի վիճակում է, կամ իրականություն չէ։ Կասկածելի վիճակում էլ չի, վերջերս ԱՄՆ պետդեպը հայտարարություն արեց, ասելով որ դա առաջնահերթությունների ցանկում է իրենց համար, ոչ մի կասկածելի Իրանի հետ կապված զարգացումները, Իրանը շատ զգայուն է այդ հարցերում եւ շատ զգայուն է, մենք էլ շատ զգայուն վերաբերմունքին շատ adekvat վերաբերմունք ցույց տալիս ենք, մենք մշտական կապի հետ ենք մեր գործընկերների հետ։ Ես դες ուզում եմ օրինակ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հանրապետության վարչապետը մի քանի ամիս առաջ ընդամենը, երկու ամիս առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասեց, որ Իրանը մեզ բարեկամ եւ երկար ուրեմն հազարամյա, մի քանի հազարամյա հարևան պետություն է, հա։ Նրանք ովքեր ընդհանրապես ծանոթ են Եվրախորհրդարանի այդ քաղաքական մթնոլորտին են տեղի անցուդարձին, կփաստեն, որ սա շատ համարձակ հայտարարություն է, որն անելու համար դու ոտքդ պիտի շատ ամուր լինի գետնի վրա եւ քո պետությունում եւ լեգիտիմության իմաստով եւ քո երկկողմ հարաբերությունների ամրության իմաստով, այսինքն բնականաբար այդտեղ, այսինքն հետո մենք երկկողմ ձևաչափով էլ ընդ բազմաթիվ հանդիպումներ եղան եւ կարելի էր զգալ թե ինչ ըմբռնումով է դա դրան մոտեցել Եվրախորհրդարանի падգամավորները, դա ինչից է գալիս, դա գալիս է նախ եւ առաջ մեր լեգիտիմությունից, նախ եւ առաջ եւ երկրորդ նրանից, որ մենք կառուցում ենք բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, այսինքն մենք Իրանին էլ ասում ենք, իսկ գիտեք ինչ, Եվրամիությունը մեր լավ բարեկամն է։ Հասկանում եք, այդ դա ասել կարողանալու գինը այնա, որ Եվրամիությանն էլ դու կարողանում ես Իրանին էլ կարողանում ես ասել, իսկ գիտեք ինչ, Եվրամիությունն էլ է մեր լավ բարեկամը։ Իսկ գիտեք ինչ, մենք ԱՄՆ-ի հետ էլ ունենք համատեղ ծրագրեր, դրանք էլ մեզ օտար մարդիկ չեն, այսինքն թշնամի կամ հակառակորդ առավել եւս թշնամի հակառակորդ եւ այսինքն մենք նույն այդտեղ նույն չեն կարող նույն շահերը բան անենք, էլի հայելային պատճենել։ Նույնը վերաբերում է մյուս բոլոր պետություններին, այսինքն այստեղ որ դուք ասում եք այ տեսեք Իրանը այսպեսի վերաբերմունք ունի, այ տեսեք այն մեկ այնպեսի ունեն, դա շատ բնական է, մենք էլ այսպեսի վերաբերմունք ունենք եւ կարծում եմ, որ այդ ըմբռնումը կա մեր բոլոր գործընկերների մոտ, որ մենք չենք կարող իրենց շահերը 100%-ով կրկնօրինակել եւ դա ոչ մի պետություն աշխարհում չի կարող եւ գործել ըստ այդմ։ Մենք գործում ենք ըստ մեր շահերի։ Շատ լավ, գործում ենք ըստ մեր շահերի, վարում ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, վերադառնում ենք առանցքին, էլի, հաստատել ենք խաղաղություն, բայց հա, հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը խաղաղության ուղղված ջանքերի համար մրցանակի են արժանանում, բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Ինչու՞։ Որովհետեւ Ադրբեջանը դեռ հապաղում է այն ստորագրել, դեռ եւ վերջ։ Մենք պատրաստ ենք այս ստորագրել, բայց նորից դուք էլի կենտրոնանում եք հարցի ֆորմալ կողմերի վրա, ուրեմն հարաբերությունների ֆորմալ կողմերը հաջորդում են բովանդակային կողմերին, այսինքն նախ բովանդակային առումով է որոշակի առաջընթաց արձանագրվում, օրինակ վերցնենք նախաստորագրումը, չէ՞, նախաստորագրման օրինակի վրա։ Հիմա իսկ ինչի՞ չեք հարցնում, իսկ ո՞նց է նախաստորագրվել, ո՞նց ստացվեց, որ նախաստորագրվեց համաձայնագիրը։ Թե դա մենք արդեն համարում ենք հենց այդպես երկնքից ընկած մի բան, որ դա տենց էլ պիտի լիներ, էլի բա պիտի նախաստորագրվեր, բա ինչ պիտի լիներ, բայց դրան չէին հավատում մարդիկ։ Իսկ դա տեղի ունեցել են հետևանքով, որ դրան նախորդել է, այսպես ասած, բովանդակային նախաստորագրումը, թղթին նախաստորագրելուց առաջ տեղի ունեցել բանավոր։ Հիմա բովանդակային ստորագրումը տեղի ունեցել, թե չէ։ Դեռ ոչ, եթե տեղի ունենա, ֆորմալը կհաջորդի դրան։ Դեռ ոչ, բայց այլ բան է տեղի ունեցել, խաղաղության ամրապնդման ուղղված բովանդակային քայլեր են արվել եւ դա կարող եք տեսնել դեպի Հայաստան եկող բեռների արգելքը Ադրբեջանի կողմից հանելու
մեջ եւ մեր սահմանների խաղաղության մեջ եւ երկկողմ արդեն որոշակի առևտրի մասին է այնտեղ խոսք գնում եւ խաղաղության խաչմերուկի ավելի ու ավելի տարածվող ընկալման մեջ, աշխարհում եւ հետաքրքրության մեջ, որ կա այդ ծրագրի հանդեպ, այսինքն մենք անում ենք այն ինչ շահավետ է մեզ համար եւ դրա ֆորմալ արձանագրումները գալիս են դրանից հետո, այլ ոչ թե նստում ենք եւ սպասում ենք, ասում ենք, այ տեսնես, երբ կստորա, մինչև չստորագրի կան չէ՞ դες ուզը։ Հրավ ուժեր ասում են մինչև չստորագրի չէ, ու չէ։ Նա ոչ միտեղ չի շտապում, մենք խնդիրներ ունենք լուծելու։ Դու չես կարող քո գործողությունը պայմանավորել։ Եթե ստորագրվի էլ դա խաղաղություն չէ, դրա մասին չի ով է ասում։ Երբեմն այդպես կարծիքներ հնչում են, չէ՞, եթե նույնիսկ ստորագրվի, դա երաշխավորված չէ, քանի ես այդ ձևակերպման հետ համաձայն որոշակի եթե հակառակ կողմից նայենք, միայն ստորագրումը իհարկե, ես ես դա եմ ասում։ Միայն եթե մենք ամեն ինչ, եթե մենք մեր ամբողջ ապագան, մեր բոլոր հարաբերությունները, ամբողջ քաղաքական իրավիճակ կապենք որևէ մեկ գործողության հետ, բնականաբար դա չի ստացվի, չես կարող ասել։ Ու բոլոր հարցերում, գիտեք, նույնը վերաբերում է բոլոր հարցերում, եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ասել այ տեսեք, այսպեսի մի բան է տեղ, ասեք հələ երբ եք հապկից դուրս գալիս, հələ շուշուտ ասեք, օրը ասեք, գրեք թղթի վրա, ասենք ամսի 1-ին հապկից դուրս ես գալիս, ուրեմն ամսի 2-ին մի հատ ասենց իրողություն է լինելու, չէ, այդպես չի դա, սա ֆիլմերում միգուցե այդպես է լինում, այդպես բանը, այսպես միրադարձությունից հետո միանգամից բացվում է նոր տեսարան եւ լինում է մի այլ իրավիճակ, բայց դա ֆիլմ է, այնտեղ լիքը կտորներ, մարդը ենթադրում է, որ տեղի ունեցել այդ երկուսի մեջտեղում։ Անցնենք առաջ, հաջորդը իրական Հայաստանի կոնցեպտը, ինչպես է արձագանքում այն մեղադրանքներին, որ սա ըստ էության հրաժարում է իղձերից, երազներից։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Ռուսնեֆրի նյուզի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ, պարոն Եղոյան, մենք ասանք ձեր մեր Եթե մենք խոսում ենք պետականակործան իղձերի մասին, այո, դա հրաժարում է պետականակործան իղձերից։ Պետականություն ունեցող ազգը իրեն չի կարող պահել պետականության համար պայքարող ազգի նման։ Գիտեք, չէ՞, կան ազգեր, որ չունեն պետականություն, իրենք բոլոր հասումիջոցներով շատ մեծ ռիսկերով որևէ գործընթաց սկսելով պայքարում են պետականություն ունենալու համար։ Ինչու են իրենք գնում շատ մեծ ռիսկերի, որովհետև մյուս կողմում իրենք չունեն պետականություն կորցնելու վտանգը, որովհետև իրենք չունեն պետականություն դեռ։ Դրա համար իրենք կարող են շատ մեծ ռիսկերի դիմել, որովհետև այն նպատակը, որի համար իրենք պայքարում են, թանկ է այն բոլոր կորուստներից, որ իրենք կարող է ունենան այդ գործի մեջ մտնելով։ Հիմա ո՞նց կարող է պետականություն ունեցող ժողովուրդը այդ նույն չափի ռիսկերի դիմի։ Նման բան ոչ մի պետականություն ունեցող ժողովուրդ, նույնիսկ մեզանից անգամներով ավելի մեծ պետությունները չեն անում։ Հիմա ո՞ր իղձերից ենք մենք հրաժարվում, կարող եք ասել։ Եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը ավելի մեծ դարձնելու մասին, այո, նման իղձ չի կարող մենք չենք կարող ունենալ, որովհետև դա ստեղծում է ահավոր մեծ ռիսկ, որ եղած տարածքը կփոքրանա։ Կամ կվերանա ընդհանրապես որպես պետականություն, եթե նման պաշտոնական իղձ, այսինքն հայտարարվի, ու սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, կամ եթե նման նարատիվները քաջալերվեն եւ գիտեք, նարատիվը երբ քաջալերվում է, դա վաղ թե ուշ դառնում է հանրային կարծիքն էլ դառնում է ընտրություն, քաղաքական ուժին ընտրության տեսքով, այդ քաղաքական ուժն ընտրվելուց հետո պետք է իր խոստացած իղձը առաջ տանի, չէ՞ որպես իշխանություն։ Այսինքն սիմվոլների նկատմամբ վերաբերմունքը ձեր ասացի տրամաբանության մեջ է մտնում։ Նայած կոնտեքստ, ո՞ր սիմվոլների մասին եք խոսում դուք։ Ասենք Արարատ Սարի։ Արարատ Սարի ինչ ձևակերպեք հարցը։ Ձևակերպեմ հարցը, ինչու է կարելի է արդյոք առավոտյան սուրճ խմելիս տան պատին ունենալ Արարատի նկարը, իհարկե կարելի, որտեղ դա ձեր տան պատն է, իհարկե կարելի է։ Իհարկե։ Եվ տան պատին, եւ ազգային պատկերասրահում, եւ ամենտեղ, եւ մեր գերբի վրա էլ դա կա։ Բայց ես խոսում եմ նարատիվներից, ես խոսում եմ
ձգտումներից, տեսեք, ձգտումներից ենք մենք խոսում։ Մենք չենք խոսում սիմվոլներից։ Այն ընդդիմադիր падգամավորը խոսում է, ասում է, «Ահա սարն էլ է մերը, բանն էլ է մերը, դադիվանքն էլ է մերը», չէ, դադիվանք ասես, թե Գանձասար չեմ, Գանձասարը դա էլ է մերը, նա էլ է մերը, նա էլ է մերը, հետո երբ որ ռեակցիա եղավ մարդկանց կողմից, ասես չի, նկատում դե մերն է ինքնության, այսինքն այդ ամեն ինչը ինքը որ լինի արգործ նախարար, դա ելույթ է ունենալու։ Այ ինքը որ կակրած ցուցակում էլ երրորդ համարն է իրանց։ Ոնց որ իշխանության գալու դեպքում շատ մեծ հավանականությամբ Ոչ ցուցակի մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչյանի ցուցակի երրորդ համարի մասին։ Տիկին Աննա Գրիգորյանի մասին եմ ասում արատներում այդպես է խոսալու։ Ասենք որ դարձավ օրինակ արգործ նախարար ինքը։ Գնաց, մակում ելույթ պիտի ունենա, այդ նույն ելույթ ունենալու է, կամ գնաց մեկի, ասենք գնացել է հանդիպել է բանի, ասենք Ֆրանսիայի արգործ նախարարի հետ, կամ դուք ասեք, դե չեմ ասում Թուրքիայի արգործ նախարարը, դա պարզ է, որ այս բանը այդտեղ չի ասի, ասենք չգիտեմ, մի ուրիշ երրորդ երկրի, այդպեսի բան է ասելու, թե այսինքն մեր ընտրողների համար է դա ուղղակի ասում, որ ձայները հավաքի, հետո ո՞նց է իր ասածը իրականացնելու, ո՞նց է իրականացնելու, գիտեք, քաղաքական գործիչը, քաղաքական գործունեությունը պիտի միտված լինի մի որևէ արդյունքի, դա պոեզիայի երեկո չի, մենք ասենք հավաքվենք, ուղղակի պոետիկ, այսպես գեղեցիկ բանաստեղծություններ, պոեզիա, արտասանենք, ասենք հա շատ լավ պոեզիա եւ գնանք տուն։ Քաղաքական ելույթը պետք է ունենա արդյունք, ասի այ որ անեմ սա, հետո սա, հետո սա, հետո սա, ես ակնկալում եմ, որ արդյունքը լինելու է սա։ Հիմա այդ ելույթով, նման ելույթներով իրանք ինչ մեսիջ են հղում։ Եվ Թուրքիային, եւ Ադրբեջանին, որ մենք ձեր հետ մոռացեք, մենք ձեր հետ հարաբերություն չենք կարգավորելու։ Ես ճիշտ հասկացա, որ ձեր գնահատմամբ այդ ռուսամետ ընտիմության նարատիվները, պատումները ավելի շատ պոեզիա եւ լիրիկա են։ Չէ, դրանք նախ դրական բան են, քարոզարշավ են, միտված խաղալու մարդկանց հույզերի վրա եւ կորզելու նրանց ձայները։ Չէ, իհարկե պոեզիա չի, հենց այդ պոեզիա թող Հեսա ընտրությունները որ ավարտվեն, մարդկանց հույզերի վրա ազդելը պոեզիայով ու լիրիկայով։ Հա, եթե այդպես, չէ, դա պոեզիայի։ Լավ, քանի որ երկրորդ նախագահային հիշեցիք, քանի որ երկրորդ նախագահային հիշեցիք, վերջին շրջանում վերջին օրերին ահագին քննարկվում է նաև նրա մի հայտարարություն այն մասին, որ նրա սխալներից մեկը իրավահաջորդի ընտրությունն էր։ Եվ ընդհանրապես այդպեսի հայտարարություն արեց դարի նման, չէ, որ բան թակավորը մահանալուց է լինում, բոլորը հավաքվում են, տեսնին ում է իրավահաջորդ։ Նո ասենք 3 տղա է ունենում, հավաքվում են, տեսնեն ում է իրավահաջորդ կարգում, ալրիվ այդ հին միջնադարյան սիրուն այդ քաղաքական մշակույթի մեջ ես անդրադարձա, որ դա եզակի դեպք չի։ Եթե հիշում եք 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ համարեց, որ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչյանին բերեց իշխանության։ Ռոբերտ Քոչյանին եւ առանձին բան ասեց, հա։ Բերեց իշխանության եւ ներողություն խնդրեց։ Այս Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմա Ռոբերտ Քոչյանը սխալ է համարում իրավահաջորդ ընտրություն, այդ իրավահաջորդի ընտրությունը Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը ես ճիշտ եմ հասկացել կամ ճիշտ եմ հիշում, որ տողատակերում ոչ բառացի, բայց սխալ էր համարում հաջորդ, հա, փոխ առաջին փոխվարչապետին այնտեղ ինչ որ թեմաներ ունեն դրա մեջ, որ ես շատ չեմ հասկանում, բայց հա, ինչպես են մյուս երեքը, ամեն մի նախագահ միշտ սխալ է համարում, հետո իր իրավահաջորդի Հա, որտեղ իրենք չեն կարող որովհետև ինքնին երևույթն է սխալ։ Երևույթն է սխալ, իրավահաջորդ ունենալ հանրապետություններում չի կարելի։ Չի կարելի։ Հանրապետություններում իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից, դա թագավորություն չի։ Սխալների շարքը շարունակելով երրորդ նախագահը նորից իրանք սխալներն են, որ իրանք մտածել են, թե իրանք կարող են ունենալ իրավահաջորդ, այդ է սխալը ինքնին։ Իրավահաջորդը ո՞րն է։ Այսինքն այդ ինչ իրավահաջորդը ո՞րն է։ Ընտրություն է լինում, ժողովուրդը ընտրում է այս մեկին կամ այն մեկին կամ այն մեկին կամ այն մեկին։ Դե երիտասարդ սերունդը չգիտի կամ լավ չի պատկերացնում։ Հա, լավ չեմ պատկերացնում։ Հիմնականում իրավահաջորդի ինստիտուտը գործում է։ Դե մերը, քանի որ իրանք ուժեղ պետականություն էին ստեղծել, չէ՞, ուժեղ պետականություն էին ստեղծել։ Երևի իրանք պատկերացած ուժեղ պետականությամբ հանրապետության նախագահը պիտի ընտրի թե ով է լինելու հանրապետության հաջորդ նախագահը։ Իսկ ընտրությունները տենց ուղղակի երևի ձևի համար էին կազմակերպել։ Ուժեղ պետականությանը կամ մի քիչ շեղებ ուժեղ Հայաստանին կանդրադառնանք հաջորդ հարցին, բայց սխալների շարքը շարունակելով երրորդ նախագահը անդրադարձավ նաև
իր հայտնի Նիկոլե ճիշտ էր, ես սխալվեցի եւ ասում է այո Նիկոլե ճիշտ էր, նա պատրաստ էր գնալ մինչև վերջ եւ չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի կարծելով թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Այո Նիկոլե ճիշտ էր, ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։ Ախր ինքը այլ բան պիտի բացատրել է։ Ինքը պիտի բացատրել ոնց է ստացվել, որ բանակցային process-ը հասել է Լավրովի պլանին։ Ինքը դրանից պետք է խոսալ։ Հետո Լավրովի պլանը մեկ անգամ մերժելուց հետո ոնց է ստացվել, որ պատերազմ ա եղել, ապրիլյան պատերազմ։ Հետո այդ պատերազմից հետո ինքը ինչ մի անգամ խոսել է այդ մասին, հպանցիկ։ Ինչ զիջումների է համաձայնվել, ոնց է ստացվել, որ բանակցային process-ը եկել մտել էր փակուղի, որտեղ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական եւ անընդունելի, ոչ, Կազանը ավելի շուտ էր, Կազան 11 թվականն էր, այլ 18 թվականի իր հայտնի ելույթում խորհրդանոցեց Ադրբեջանին, մենք այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը մի կողմ չի դնի իր ռազմական ճանապարհով հարցը լուծելու եւ այլ։ Այդ դա ինքը պետք է բացատրել։ Ինքը պետք է վեր կենալ, ասել ժողովուրդ ջան, մենք տապալել ենք բանակցային process-ը, մենք տապալել ենք այն ընդհանուր process-ը, ինչ ձեզ խոստացել ենք 98 թվականին։ Իսկ 98 թվականին ես հիշեցնեմ, իրանք ինքը Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը, ով արդեն էլ այսինքն այդ 20 տարում էլ հետագայում դեր չի խաղացել, այսինքն փաստացիորեն ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է, որ իշխանության եկան փաթեթային լուծում բերելու խոստումով, ճիշտ է, թե մոռացել են մարդիկ սա։ Իրանք ասեցին մենք կբերենք մեկ փաթեթային լուծում, բայց փաստացի հարցը տարան սառեցման, ստատուս քվոյի պահպանման, ի հաշիվ Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսները մսխելու։ Սա պետք է բացատրեն եւ վերջում էլի հանգեցին նույն փուլային տարբերակին։ Նույն փուլային, հələ մի բան էլ ավելի վատ փուլային տարբերակի։ Այդ դա պիտի բացատրեն, ոչ թե հեքիաթներ պատմեն։ Հիմա երրորդ նախագահ ինքը պիտի ասի, ինքը փաթեթային տարբերակ բերել էր, թե չէր բերել։ Որ ասում եմ մնայի ես հարցը լուծել, փաթեթով էր լուծելու հարցը։ Կար փաթեթային տարբերակ սեղանի եւ ընդհանրապես ինքը ուզում էր մնար։ Թե ինքը ուղակի տեսնելով, որ էլ ձև չկա, Վազգեն Մանուկյանի ասած գնացքից ցածկեց։ Այդ պիտի ասի։ Եվ այդ գնացքը գնաց եւ բախվեց։ Եվ չէր էլ կարող չբախվել, որովհետև արդեն արագություն էր հավաքել եւ արգելակները արդեն էլ չէին կարող պահել, անկախ նրանից թե ով էր ղեկին։ Այդ դա պետք է ինքը բացատրի, ոչ թե ես մնալու ինչ Լավրովի պլանն է իրականացնելու։ 5 շրջան, իսկ Լավրովի պլանն է, որ 5 շրջանը անապահ տալիս եք առանց որևէ բան դիմացի ստանալ։ Այդ է Լավրովի պլանը։ Հաց գալու է դա, բայց անում էր թողաներ։ Հունվարին 18-ի փետրվարի իրավիճակ էր, որ Ադրբեջանը բավարարվում արդեն այդ 5 շրջանով 5+2-ով էլ չէ։ Չէ, որպես առաջին փուլ, հիշեցնում եմ, սա փուլային է։ Դա մի խար Ադրբեջանը որպես վերջնանպատակ չէր բավարարվում, բայց որպես առաջին փուլ, ինչի դեմ չէր լինի, որպես առաջին փուլ։ Լավ, հիմա Լավրովի պլանի Ադրբեջանը դեմ չէր լինի։ Հիմա երրորդ նախագահը չի մասնակցում ընտրություններին, երկրորդ նախագահը մասնակցում է, բայց կարծես թե այսօր ճիշտ են տպավորությունները, որ ընդդիմության առանցքում կարծես թե ուժեղ Հայաստանն է։ Նկատեք ֆավորիտը։ Հա։ Ես չգիտեմ, էլի ճիշտ ասած, ես իրանց այդքան որ ասեմ շատ հետևում եմ իրանց այդ հարաբերակցությունը։ Ես իրանք երբ որ իրար մեկ-մեկ վիճում եմ, բան, ես չեմ էլ հասկանում ինչի շուրջ են վիճում։ Իրանց ինչ-որ ներքին հարցերով մեկ էլ կտեսնես, չէ, իրար այնտեղ թույլ թվանքով կտրտում են, բան, ես մի քիչ չեմ ինձ այնքան խորթ է այդ բանավեճը։ Ու ես չեմ ես դա որևէ կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Այսպես վերաձևակերպեմ, ձեր հիմնական մրցակիցում եք համարում ընդդիմադիր դաշտից։ Մենք այդպես չենք նայում ընտրություններին։ Մենք ներկայացնում ենք մեր հեռանկարը, մենք ներկայացնում ենք խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի գաղափարը, խոսալը խաղաղության խաչմերուկը եւ ժողովրդի ձայն ենք։ Մենք իրancs հետ չենք մրցակցում։ Մենք իրancs հետ 300,000 աշխատատեղը 300,000 աշխատատեղ ուշացել են, արդեն բացել են 300,000 աշխատատեղ։ Այդտեղ արդեն ուշացան։ Էլ ինչ են առաջարկում, այսինքն ինչ առաջարկում են մթերման կայանները հունիսի 7-ից հետո իրանք էլի կարողանան բացել, ոչ միտեղ փոքր միջին բիզնեսին ավելի ճիշտ հարկերից 0%։ Դա էլ այսօր 0-ի 1% է, եթե մենք իրականում իջացնել ենք, ոչ թե բարձրացնել ենք։
փոքր բիզնեսի հարկերը սարքելով 1%, իսկ այն որ հարկը չի կարող լինել 0% ըստ սահմանման, դրա հետ իրանց մեջի տնտեսագետներն էլ մի պահ խոսեցին, հետո երևի բերանները փակեցին, ասեցին չէ հələ մի ասա, այսինքն 0, գիտեք, այսպեսի մի հատ հարց կա, էլի, հարկը, ի՞նչ է հարկը։ Հարկը process-ում մասնակցելու իրավունքն է, չէ՞, ասենք ոնց են, չէ՞, ասում, մենք հարկատուներ, օրինակ ԱՄՆ-ում, չէ՞, շատ տարածված է դա։ Ոնց որ ասես մենք քաղաքացիներս եւ մենք հարկատուներս ձևակերպումներ, ոնց որ հոմանիշներ լինեն։ Ասում եմ, մեր հարկատուների փողով դուք էս եք անում, են եք անում եւ պետքա պատասխան տակ թե ինչի եք էս արել կամ են։ Հարկ տալը պատասխան ուզելու իրավունքն է։ Կապ չունի թիվը։ Մենք գույքահարկի դեպքում էլ տենց առաջ շարժվեցինք։ Երբ օրինակ կային գույքեր, մինչև այդ փոփոխությունները, որ հարկ չէին տալիս։ Ասենք ասում են դա շատ էժան գույք է, էժան ինչքան էժան։ Ասենք լավ $5,000 գույք է, օրինակ, ինչ-որ մի այն ժամանակ, ինչ-որ մի շատ փոքրիկ, ինչ-որ մի անշարժ գույք, բայց գույք է, չէ, ինչ-որ։ Ասենք լավ, դրա գույքարկը պետքա լիներ, ենթադրենք 400 դրամ։ Ասում են, հիմա ինչ եղած, ինչ չեղած, այդ 400 դրամն է, այո, կարևոր է, որ մարդ դա իրավունք է տալիս մարդուն, որ ինքը գա կառավարության դիմաց կանգնի, ասի ես հարկատու եմ, ես հարկ եմ տվել։ Գույքարկի դեպքում քաղաքապետարանին, էլի արդեն դա գնում է համայնքային բյուջե։ Ասի ես հարկ եմ տվել, իմ տված մեկը 400 է տալիս, մեկը 4000, մեկը 40000, բայց բոլորն էլ իրավունք են ստանում, ասել մենք հարկատուներ ենք, հարկատուներից փողերով, այս ինչը սենց արեք կամ այն ինչը նենց արեք։ Հարկը դա խոսքի ինչ չասեմ խոսքի ազատության, բայց պատասխան պահանջելու կարևորագույն պայմաններից է։ Լավ, այս սրանից են նրանք ուզում զրկեն քաղաքացուն այդ խոստումով, նույնիսկ եթե դա ասեն ձեր այդ փոքր հարկերը, ասեն 400-500 դրամ, չէ՞։ Այն կարգին հաղորդման մեջ ոնց ասում, չասում, այս փողը վերցու գնա, ասում երկրորդական գործերով մի զբաղ, ասեն այդ փոքր հարկերը վերցրեք, գնացեք, բայց վերջ, հաջորդ անգամ որ գան ցույց անելու, կասեն դուք ով եք։ Լավ։ Դուք ով եք, դուք հարկ տվել եք, որ դուք պատասխան եք։ Մեր ժամանակն արդեն սպառվել է, բայց մեկ գուցե երկու հարցով անդրադառնանք նաև եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստանի Եվրամիություն գագաթնաժողովին եւ Ֆրանսիայի նախագահի պետական այցին Հայաստանի Հանրապետություն։ Ինչ է սպասում կամ ինչ է խոստանում Երևանը Բրյուսելին, ինչ է ակնկալում Փարիզից։ Դուք էլի հա խոստանալու, էլի ես հասկանում եմ, որ դա շատ ընդունված բան է, էլի հարացույց է, էլի հարցերը ձևակերպելու, ինչ են խոստանում, ինչ են տալիս, ինչ են վերցնում, բայց ես հարցը այդպես չէի ձևակերպի։ Ինչ է խոստանում։ Կներեք, էլի, որովհետև հարցը, չէ, կներեք, էլի, ինչ է, չմտածեք, էլի խմբագրում թվեք, ես ձևակերպեմ, դուք պատասխանները ձևակերպեք։ Ոչ, խոստումների դա բան չի, մենք միջազգային հարաբերությունները խոստումների փոխանակումներ չեն, այլ իմաստով հասկանալ խոստումը։ Հայաստանի Հանրապետությունը գագաթնաժողովը խոստանում է առաջընթաց կամ ենթադրում է առաջընթաց վիզաների ազատականացման եւ այլն։ Օրինակ վիզաների ազատականացման օրինակ եմ ասում, այսինքն դուք ոնց որ ուզում եք ձեր ճաշակում հարցը ձևակերպի։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները դուրս գան։ Ես ուզում եմ, որ մեր կներեք էլ իհարկե հազար ներողություն, որ դա ձեզ չի, էլ ուղղակի ձեզ էլ չեմ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները դադարեն այդ կոնսպիրոլոգիաներ փնտրել, ինչ որ ամեն ինչի տակ ինչ որ թաքնված խոստում եւ այլ, այլ ավելի շատ գան հարաբերությունների հրապարակային դաշտ, որտեղ մենք հայտարարել ենք, որ մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ։ Ճիշտ է։ Այդտեղ խոստանանք, չխոստանանք, ուղղակի դա պարզ տրամաբանությունն է։ Հա, հասկացա, կներեք, հասկացա։ Այս գործընթացը խոստանում է, որպեսզի մենք առաջիկայում ունենանք բան։ Հասկացա։ Այդ իմաստով խոստանում։ Եթե գործընթացի խոստման մասին է, դրա մասին է։ Եթե գործընթացի խոստման մասին է, այս գործընթացը խոստանում է ավելի գործնական մակարդակում ամրագրել, ավելի, այսպես ասած, գետնին կպած մակարդակում ամրագրել այն ձեռքբերումները բարձր քաղաքական մակարդակում, որ մենք արդեն ունենք եւ Եվրամիության հետ հարաբերություններում եւ Եվրամիության առանձին անդամ պետությունների հետ հարաբերությունում եւ դե Ֆրանսիայի մասին էլ չասած ավելորդ չնշել, որ սա Ֆրանսիայի գործող նախագահի առաջին
պետական այցն է Հայաստան, նա միակն է Ֆրանսիայի նախագահների շարքում, որ չէր ունեցել պետական, այսինքն մեր անկախացումից ի վեր չէր ունեցել պետական այց Հայաստան, այնպես որ սա շատ կարևոր էր մեզ համար։ Եվրամիության հետ ինչ կարող եմ ասել, լուրերը միայն դրական են, ես պիտի ասեմ, որ մենք դիցուկ օրինակ վերջերս ենք վերադարձել Խորվաթիայի Հանրապետությունից, որտեղ շատ մանրամասն իրենց ուրեմն ոչ միայն նախարարությունների, այլև առանձին գործակալությունների հետ քննարկեցինք իրենց փորձը, իրենք համեմատաբար վերջերս են դարձել 13 տարի առաջ են դարձել Եվրամիության անդամ, իրենց փորձը Եվրամիության անդամակցության նախորդող շրջանի բարեփոխումների, այնտեղ հնարավոր խնդիրների, հիմա մենք շատ ակտիվ այս ուղղությամբ աշխատում ենք, էլ չասած, որ ինքնին փաստ է։ Եկեք մենք փաստի վրա ուշադրություն դարձնենք, որ այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, սա էլ ինքնին երևույթն է, նույնիսկ բովանդակությունը հələ եթե առանձին քննարկենք, նշանային առումով կարծում եմ, որ շատ մեծ բանի մասին է խոսում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, ներքաղաքական բևեռացումը եւ արտաքին քաղաքական ուղղությունը մեր իրականության, մեր քաղաքականության երկու փոխկապակցված երեսներն են։ Այսօր փորձեցինք հասկանալ, թե որտեղ է ավարտվում քաղաքական PR-ը եւ որտեղ է սկսվում իրական քաղաքականությունը, հատկապես մեր զրույցի վերջի մասում։ Հիմա հրապարակներում մարդաշատություն է եւ համերգային եւ քարոզչական հանդիպումների մարդաշատություն, իսկ վաղը ընտրություն է տեղամասերում եւ աշխարհքաղաքական քարտեզի վրա։ Թե ինչպիսին կլինեն այս հարցերի պատասխանները, որոշող է Հայաստանի Հանրապետության քաղաքացին է հունիսի 7-ին։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։